Գոյամարտ հեռուստասերիալի հերթական դրվագն իսկական հոգեբանական դիմակահանդես էր, որտեղ վերջապես պատռվեցին ամենակեղծ դիմակներն ու ջրի երես դուրս եկան ամենասարսափելի ճշմարտությունները։ Այսօր մենք ականատես եղանք և ընտանեկան բռնապետության մերկացմանը, և արյունոտ անցյալի ճակատագրական բացահայտմանը։ Սկսենք Գրիշոյի և Մանանի արտաքուստ ռոմանտիկ, բայց իրականում շատ տագնապալի դրվագից։ Գրիշոն իր տանը էքսկուրսիա է անցկացնում Մանանի համար, ցույց տալով նրանց ապագա սենյակը։ Երբ Մանանը հստակ սահման է գծում, ընդգծելով, որ մինչև հարսանիք իրենց միջև որևէ ինտիմ մտերմություն չի կարող լինել, Գրիշոն ցուցաբերում է իր իրական վտանգավոր տեսակը։ Փոխանակ հարգելու սիրելի կնոջ սկզբունքն ու որոշումը, նա ցինիկաբար պատասխանում է, որ դա դեռ կտեսնենք, և որ ամեն ինչ էլ լինելու է։ Սա հստակ ահազանգ է, որ Գրիշոն չի հարգում Մանանի անձնական սահմաններն ու կամքը, և այս միությունը շատ շուտով վերածվելու է անխուսափելի հոգեբանական ճնշման։ Իսկ այս ընթացքում Իննայի աչքերը վերջապես բացվում են։ Նա Հունանին տալիս է ամենատրամաբանական ու սթափեցնող հարցը. ինչու է Գրիշոյին թույլատրվում ամուսնանալ Սարգսյանների դստեր հետ, իսկ Լեային արգելվում է լինել Լեոյի հետ։ Եվ այստեղ Հունանը կատարում է իր ամենամեծ և ամենաստոր ինքնախոստովանությունը։ Պարզվում է խնդիրը բնավ արյունոտ անցյալը կամ Լեոյի ով լինելը չէր։ Հունանը բաց տեքստով հայտարարում է, որ Մանանն ապրելու է իրենց տանը և ենթարկվելու է իրենց կամքին, իսկ Լեոն անկառավարելի է և երբեք չի դառնա խամաճիկ։ Իննան ապշած ու զայրացած հասկանում է, որ իր ամուսինը պարզապես հիվանդագին բռնապետ է, ով չի պաշտպանում իր ընտանիքը, այլ պարզապես փնտրում է անխոս կամակատարներ և ստրուկներ։ Սա Իննայի համար ճակատագրական, վերջնական հիասթափություն էր։ Զուգահեռաբար Հունանի կայսրությունը սկսում է ճաքեր տալ նաև դրսից։ Հանդիպելով Արամին, նա և Իննան իմանում են մի ցնցող լուր. Էռնայի տունը դատարկ է, դռները փակ են, և ավելին, տունը հանվել է վաճառքի։ Հունանը կորցնում է ինքնատիրապետումը, գիտակցելով, որ իր մեջքի հետևում կատարվում են լուրջ իրադարձություններ, որոնցից ինքը բացարձակ անտեղյակ է։ Բայց սերիայի ամենաշոկային պահը դեռ առջևում էր։ Ավոն հանդիպում է Դավիթ պապիկին և նետում այն ռումբը, որը փոխելու է սերիալի ողջ ընթացքը։ Երբ պապիկը վստահեցնում է, թե գիտի 20 տարի առաջ կատարվածի ողջ ճշմարտությունը, Ավոն բացում է արյունոտ փակագծերը։ Նա հայտնում է, որ իրականում Ռաֆոյին սպանել են։ Դավիթ պապիկը քարանում է շոկից։ Այս խոստովանությունը նշանակում է, որ Սարգսյանների ընտանիքում վրեժի մեքենան նորից գործի է դրվելու, և այս անգամ այն լինելու է անկասելի։ Այս ողջ քաոսի ֆոնին էլ Լեան ու Լեոն կրկին հանդիպում են։ Լեան ծանր սրտով հայտնում է Լեոյին այն դառը իրականությունը, որ Մանանը պաշտոնապես տեղափոխվել է ապրելու Մակունցների տուն, թշնամու հարկի տակ։ Լեոն ապշած ու կատաղած է։ Սեփական քրոջ այս դավաճանությունն ու ինքնասիրության իսպառ բացակայությունը նրա համար շատ ավելի ծանր հարված են, քան Հունանի ցանկացած արգելք։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչ վճռական քայլերի կդիմի Լեոն հիմա, երբ իմանա, որ քույրը կամավոր տնավորվել է թշնամու տանը։ Արդյոք նա ուժով դուրս կբերի Մանանին այնտեղից, և ինչպես կվարվի Դավիթ պապիկը որդու սպանության մասին ճշմարտությունն իմանալուց հետո։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։